Հարավային Կորեայի իշխանությունները տեղեկություններ չունեն այն մասին, որ ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդներ Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի միջև հանդիպումը տեղի կունենա միջկորեական սահմանին, սակայն պատրաստ են նման զարգացման։ Իմ տեղեկատվությունը շատ չի տարբերվում այն բանից, ինչ արդեն գիտեք։ Մենք նույնպես տեսել ենք միայն նախագահ Թրամփի խոսքերի մասին հաղորդագրությունները, բայց ամեն դեպքում պատրաստ ենք, ասել է Հարավային Կորեայի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։ Նա ավելի վաղ հայտարարել էր, որ Սեուլը ուշադիր հետևում է գագաթնաժողովի հնարավորությանը, բայց տեղեկություններ չունի հանդիպման նախապատրաստման վերաբերյալ։ Հոկտեմբերի 29-ից 30-ը Թրամփը կայցելի Կորեայի Հանրապետություն, որտեղ տեղի կունենա Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության միջոցառումները։ Ամերիկացի նախագահը չի մասնակցի գագաթնաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերը վաղը հոկտեմբերի 27-ին պաշտոնական այցով կայցելի Անկարա։ Ստարմերը Թուրքիայի այցելում նախագահ Էրդողանի հրավերով այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Բուրհանեդին Դուրանը։ Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են տարածաշրջանային եւ միջազգային արդիական հարցեր, ինչպես նաեւ թուրք-բրիտանական հարաբերությունները, որոնք հիմնված են Սերտ դաշինքի վրա։ Առաջնագծի համար մշակված սարքավորումը թույլ է տալիս իրական ժամանակում հետևել թշնամու անօդաչու թռչող սարքի օպերատորի տեսածին այս մասին հայտարարել է ինժեներ Սերգեյը։ Նա բացատրել է, որ այս համակարգը զգալիորեն մեծացնում է գոյատևման հնարավորությունները կամիկաձե անօդաչու թռչող սարքը հայտաբերելու հնարավորությամբ պայմանավորված։ Այս պարագայում զինվորները կարող են արագորեն ապաստան գտնել, տարհանել սարքավորումները կամ կրակ բացել անօդաչու թռչող սարքի վրա։ Հատուկ ռազմական շրջանում ծառայության ընթացքում ստացած 3 վնասվածքներից հետո սարքը նախագծողներից ինժեներ Սերգեյը զորացվել է եւ իր ընկերների հետ միասին սկսել է ստեղծել սարքավորումներ առաջնագծի համար, հիմնականում աշխատելով զինվորականների ուղղակի խնդրանքներով։ Դա նշել է, որ իր թիմը մշակել է մատչելի էլեկտրոնային պատերազմի համակարգ, որը կարող է ամբողջությամբ փակել երկինքը անալոգային անօդաչու թռչող սարքերից մինչև 700 մետր հեռավորության վրա։ Ինժեները բացատրել է, որ նման համակարգի արժեքը 300,000-ից 400,000 ռուբլի է։ Ռուսաստանը անկասկած ճանաչում է Ուկրաինայի անկախությունը, սակայն Ռուսաստանի Դաշնության մաս կազմած տարածաշրջանների բնակիչները ենթարկվել են Կիևի կողմից ցնցող խտրականության, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Անկասկած մենք ճանաչում ենք Ուկրաինայի անկախությունը, բայց մենք երբեք չէինք պատկերացնի, որ ձեր նշած տարածքներում Ռուսաստանի Դաշնության մաս կազմած տարածաշրջաններում ապրող մարդիկ, որոնք այժմ ամրագրված են մեր սահմանադրությամբ, կհամարվեն երկրորդ կարգի, ասել է նա։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը ընդգծել է, որ Ռուսաստանի համար կարևորը տարածքները չեն, այլ այդ հողերում ապրող մարդիկ։ Վլադիկավկազից Մոսկվա-Ուրալյան ավիաուղիներ ավիաընկերության չվերթը 1 օրից ավելի ուշացել է, քանի որ գերթռչունը հարվածել է ինքնաթիռի առաջամասին, այս մասին գրում է Շոթը։ Հյուսիսային Օսիայից մեկնումը նախատեսված էր նախորդ օրը ժամը 14:20-ին, սակայն օդանավակայանը հայտարարեց ուշացման մասին, ապա թռիչքը տեղափոխվեց ժամը 22:45-ին։ Այդ ժամին մոտ չվերթը չեղարկվեց Airbus A321 անսարքության պատճառով։ Ինքնաթիռը վնասվածք էր ստացել թռչունի հարվածից հետո։ Ավիաընկերությունը ստիպված է եղել ուղևորներին տեղավորել հյուրանոցում։ Ժամը 15:00-ին նշանակվեց նոր չվերթ, ավելի ուշ որոշ ուղևորներ հաղորդագրություններ են ստացել, որոնցում ասվում է, որ իրենք չեն կարող թռչել, քանի որ նոր Վլադիկավկազ ժամանող այլընտրանքային ինքնաթիռի տարողունակությունը բավարար չէ բոլոր ուղևորներին տեղավորելու համար։ Ոմանք փորձել են տոմսեր գնել այլ ավիաընկերություններից, սակայն գները սկսվում են 20,000 ռուբլիից։ Ավտոփոխադրողի ներկայացուցիչները շարունակում են տեղեկացնել ուղևորներին հետագա փոփոխությունների մասին։